Դուքեր մի բվրթեք ատեղի, հանգստացեք, ժողովուրդ, միատ ուշադրություն, ուշադիր, ժողովուրդ ուշադրություն եստեք, ոստիկաններ ձեզ էլ եմ խնդրում ուշադրություն մի բրթեք, մենք էլ չենք բրթում, հանգիստ ակցիայի կանում, մի բրթեք մեզ, մենք էլ չենք բրթում, ժողովուրդ ջան ոստիկաններին մի հրմշտեք, հանգիստ կանգնեք, շարունակում եք մեր ակցիան, մի տրվեք սադրանքների ոչ մեկի, հանգիստ խաղաղ մեր ակցիան շարունակում եք, մի բրթեք, սպորտային ոչ մի տրուկներ մի արեք, մենք չգիտենք այդ տրուկները, հանգիստ շարունակում ենք, հանգիստ ժողովուրդ ջան, չենք տրվում սադրանքների, ոստիկաններին չենք բրթում, խնդրում եմ ոստիկաններին էլ դուք էլ մի բրթեք։
Ոչ մեկը դեր չեք իշտում, մնում եք ստեղ ու շարունակում եք մեր ակցիան։ Ազատություն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Չեն գալի, չէ, ոչ մեկ չի գալի։ Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ, մի հատ էլ եմ խնդրում, մենք իրականացնում ենք խաղաղ ակցիա, ձեր իսկ ապագայի համար, ձեր երեխեքի ապագայի համար ու խնդրում եմ, դուք էլ ձեր շարքերում ձեր ոստիկան ընկերներին ասեք, որ հանկարծ չսադրեն, մեր մեջ է ժողովուրդ ջան հավանական լինել սադրիչներ, չտրվեք սադրանքների, ոստիկանների հետ բախումների չգնաք, որովհետև այդ սադրիչների ու խրգածների ուզածնա շարունակում ենք մեր խաղաղ ակցիան և բոլորս այստեղ եկել հավաքվել ենք պահանջելու ազատություն Սամվել Կարապետյանին, պահանջելու ազատություն Հայաստանին, ազատություն, 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 Այստեղ Մեր 11-ի միասնության հավաքից հետո Նիկոլ Փաշինյանը խառնվել է իրար, գնալով հասկանում է, որ ինքը իշխանությունը կորցրել է, ինքը վաղուց կորցրել է ժողովրդի վստահությունը և ժողովուրդը պահանջում է փոփոխություն և այդ փոփոխությունը տեսնում է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ! 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 ասեք ես այստեղ որտեղ շատ են հավաքված, թող բացարձակվեն շախը։ Հարգելի ոստիկաններ, դուք 7 հրյադով կանգնել եք, մեզ էլ ասում եք ցրվեք, ցրվեք։
եմ դուք էլ կարաք մի քիչ քչանաք հանգիստ կանգնեք որ փողոցի վրա դուրս չգանք մենք հանգիստ խաղաղ ակցիա անողներ ենք բոլորդ էլ լավ գիտեք Ինչ եմ ասում։ Հիմա ասեմ տեսեք Դες ինչքան տեղ տեղ կա ազատ։ Ղազարյան ջան 7 Ան Ալեքսանդր։ Հիմա տեսեք այդտեղ, տեսեք այնտեղ ինչքան տեղ կա ձեր համար բացազատված խնդրեմ համեցեք եք իրար վրա այսքան հավաքվեք գնացեք դեպի եկո Դե գնացեք դատարանի դիմաց Սիրելի հայրենակիցներ Այս իշխանությունները վերջին 2-3 օրերի իրենց գործողությունները հստակ ցույց են տալիս իրենց բաշխերի մասին